ChatGPT-ն առաջարկեց պատրաստել նմանատիպ պայուսակ, որի համար ես ընտրել էի հենց այս քարերի համադրությունը։ Անցնում եմ պայուսակը գործելուն, իր առաջարկած մոդելն ինձ շատ էր դուր եկել։ Եվ չնայած նրան, որ 100% նույնը միանշանակ ստանալ հնարավոր չէ, ես մաքսիմալ ջանք եմ գործադրել, որպեսզի գոնե ստանամ նման ինչ-որ մի բան։ Իսկ աստառի համար ընտրել էի նմանատիպ հետաքրքիր երանգ ունեցող կտոր, որը վիզուալ պայուսակի գույնը մի փոքր կմքացներ։ Կարում եմ եւ սկսում ամրեցնել։ Միջելոցը պայուսակի պատրաստման ընթացքի իմ ամենասիրելի հատվածներից մեկն է։ Սկսում եմ գործել փակվող հատվածը։ Ունեի երկու տեսակի փական։ Եվ չնայած նրան, որ առաջին տարբերակն ավելի նման էր, ես որոշեցի այս անգամ ամրեցնել երկրորդ։ Շատ ու շատ նամակներ եմ ստացել, թե ինչպես եմ ամրեցնում հենց այս տեսակի փականները, ասեմ, որ նմանատիպ տեխնիկա չկա։ Դրանք նախատեսված չեն ուլունքագործ պայուսակների համար։ Հետևաբար պետք է ամրեցնել այնպես, ինչպես կարող եմ։ Գործում եմ բռնակները եւ ներքևի հատվածում որոշում եմ ավելացնել այսպիսի շքեղ ոսկեգույն դետալներ։ Ինձ մոտ ունեի օրիգինալ Swarovski քարիկ, որը շատ համապատասխան էր հենց այս պայուսակի համար։ Եվ այն ավելացնում եմ կախազարդին, որից կախված է բանալին։ Ավելացնում եմ մնացած բոլոր դետալները, ուսից կախելու երկար շղթան եւ վերջ։ Սա էլ պայուսակի վերջնական տեսքն է։ Դրա պատրաստման ընթացքը տևեց ավելի քան 15 ժամ։ Մոդելը, որը ինձ մոտիվացրեց ստեղծել արհեստական բանականությունը։ Ով կմտածեր, ինչևէ այն իմ պատրաստած ամենագեղեցիկ պայուսակներից մեկն է։ Անհամբեր կսպասեմ քո կարծիքին մեկնաբանություններում։ Գրիր նաեւ, թե ինչ գունային համադրություններով կպատկերացնեիր նմանատիպ պայուսակները։ Միգուցե հենց դու լինես իմ մոտիվացիայի հաջորդ աղբյուրը։ Իսկ ես շնորհակալ եմ, որ վիդեոն դիտեցիր մինչև վերջ։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր ակտիվության համար իմ էջում։ Չմոռանաս հետևել էջին, իսկ մենք դեռ կհանդիպենք։